Տես ինչ արեցիր արտահայտությունը, հա, տես ինչ արեցիր, հələ մի հատ նա ինչ արեցիր, փչացրեցիր ամեն ինչ, օրը փչացրեցիր, չգիտեմ, պահը փչացրեցիր, նկարը փչացրեցիր, ջուրը թափեցիր եւ շատ է լինում, հա, որ օրվա ընթացքում կարծես ամեն բան նորմալ ընթանում է, մեկ է վերջում երեխան իմ կյանքում գոնե դա շատ է տեղի ունենում, որ հրաշալի օր է, մեկ է վերջում ինչ որ հիստերիկ նոպա կարա սկսվի, լաց, ինչ որ առանց պատճառի, որ նայում ես նյութ չկա մեջը եւ որպես ծնող ասում ես, որ նայ ամեն բան լավ է եղել, նա ինչ լավ օր է եղել, իսկ դու վերջում հիմա էսքո արարքով ամեն ինչ փչացնում ես։ Լինում է, այո, լինում է, որ մենք այս արտահայտությունը գիտակից կամ անգիտակից անում ենք բարկության պահին, բայց նորից սա մի արտահայտություն է, որ երեխայի մոտ բերում է մեղքի զգացում, հա, որ ես ամեն ինչ փչացրեցի եւ երկարաժամկետ, եթե մենք նայում ենք, այս արտահայտությունը կարող է նորից երեխային բազային, հա, վնաս հասցնել։ Ապագայում երեխան ուղակի կարող է դառնալ пассив, չնախաձեռնող, ոչ պրոակտիվ մարդ, որովհետև արդեն ինքը ունի իր մեջ մի միտք, հասուն տարիքում երեխաները միշտ իրենց ականջներում լսում են մանկության տարիներին ծնողներից հնչած արտահայտությունները, որ դու փչացրեցիր ամեն ինչ կամ դու կփչացնես, եւ նույնիսկ երեխան չի փորձի ինչ-որ բան անել, վախենալով, որ անելու դեպքում կարող է փչացնել։ Փորձենք խուսափել այս արտահայտությունից եւս։